արձանագրենք այն, ինչը այլևս անշրջելի վերադարձված է Հայաստանի Հանրապետության։ Նախ դուք նշեցիք, որ վճռապետ դատարանը կայացրել է վճիռ ապօրինի գույքի բռնագծման գործով։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այդ վճիռը ինքը նաև նախադեպային նշանակություն ունի, այսինքն այն մոդելը, որը կիրառվել է այս դեպքում, ինքը մյուս դեպքերում էլ կիրառման ենթակա է մեր դատաիրավական պրակտիկայում։ Այս մի հարցը, բայց երկրորդը, ես հասկացա, որ հիմա որոշման մեջ որ նշված է Կոտայքի մարզի Նոր Հաջնի Քանաքեռավան բնակավայրի տարածքում գտնվող 223 միլիոն 800 հազար դրամ արժեքով 25 հեկտար հողամասը հիմա այլևս անշրջելիորեն Հայաստանի Հանրապետության սեփականությունն է դառնում։ Սա ես հասկացա, բայց դուք գույքեր թվարկեցիք, որովհետև կար ընթացիկ քրեական գործեր, կար ընթացիկ հարցեր։ Հիմա ես առաջարկում եմ, որպես չխառնենք մեկը մյուսին, ինչն է, որ այլևս օրինական ուժի մեջ մտած դատավճռով արդեն նաև դե յուրե պատկանում է Հայաստանի Հանրապետությանը եւ հիմա ընթացակարգերով էլի գալու է, որպեսզի կառավարությունը ամրագրի այդ գույքը որպես պետական գույք։ Այսինքն միայն նրանք, որ արդեն վճռով հաստատված են։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ 20.6 հեկտարը այլևս Հայաստանի Հանրապետությանն է, այսօր կամրացնենք պետգույքին։ Առաջիկայում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը ճանաչված է եւ մենք այս պահին գրանցում ենք այդ սեփականության իրավունքը հետեւյալ գույքերի նկատմամբ։ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակ թաղամասի 14 փողոցի թիվ 8 հասցեի առանձնատունը։ Սրա 91%-ը դատարանը ճանաչել է որպես պետության սեփականություն, օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը եւ այս պահին մենք իրացնում ենք գրանցման հետ կապված գործընթացները։ Այլևս Հայաստանի Հանրապետության իրավունքն է ճանաչված նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասի ամբողջությամբ այդ հողամասի նկատմամբ։ Կրկին մենք զբաղված ենք ընթացիկ վարչարարությամբ, որպեսզի սեփականության վկայականով ամրագրենք այս իրողությունը։ Ագբա բանկ բաժնետիրական ընկերության 2000 բաժնետոմս։ Այս պահին պետական գույքի կառավարման կոմիտեն, ենթադրում եմ կենտրոնական դեպոզիտարիայի հետ միասին իրականացնում են սեփականատիրոջ փոփոխության գործընթացը, որը էլի վարչարարությունը եւ ընդհանրապես օրերի հարց։ Բացի այդ ֆինանսների նախարարության հետ քննարկում ենք եւ առաջիկայում արդեն իրավաբանորեն կամրագրվի Կարապետ Գուլյանի կողմից ընկերությանը տրամադրված փոխառությունը, որը ստանալու իրավունքը այլևս պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Խոսքը 264,000 ամերիկյան դոլարի մասին է։ Այդ փոխհարաբերության պարտատերը Հայաստանի Հանրապետությունն է Կարապետ Գուլյանի փոխարեն։ Եվ ինչպես ես նշեցի, դրամական միջոցները, որոնք արդեն Կարապետ Գուլյանի հաշիվներից կամ անշարժ գույքերի օտարման արդյունքում, եթե բավարար դրամական միջոցներ չունենա կամ տեսանելի չլինեն այդ դրամական միջոցները հարկադիր կատարման ծառայության համար, առաջիկայում արդեն կփոխանցվեն վերականգնված միջոցների միասնական հաշվին։ Խոսքը 1 միլիարդ 227 միլիոն 490 հազար դրամի մասին է, առանձին մոտ 58 միլիոն դրամի մասին է եւ մոտ 1 միլիոն դրամի մասին է։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, մենք այս վերջերս քննարկում ենք ունեցել աշխատանքային եւ նաեւ process-ները վերլուծելով հասկանալով, որ առաջիկայում կառավարության տնօրինության ներքո են հայտնվելու անշարժ գույքեր, առանձնատներ եւ այլն, ես կարծում եմ, որ եւ մենք քննարկել ենք, թե ինչ ենք անելու հետագայում այդ գույքի հետ։ Եվ քննարկման մեջ արձանագրվել է, որ շատ կարեւոր կլինի, եթե մենք նախ դիտարկենք այդ գույքերը որպես հանրօգուտ որևէ եւ սոցիալական ուղղվածության որևէ նախագծում ներառելու համար։ Հիմա կոնկրետ առանձնատան մասին է, որ ենթադրում եմ, որ պետք է բավականին լավ պարամետրեր ունենա։ Ես կարծում եմ, որ մենք պետք է դիտարկենք առաջինը կրթության, սոցիալական ապահովության ոլորտում ինչքանով է հնարավոր դա օգտագործել։ Սկսած նրանից, որ ծերերի խնամքի կենտրոն դա կարող է լինել, մանկապարտեզ կարող է լինել, չգիտեմ, ինչ կարող է լինել։ Հիմա քանի որ արդեն process-ը անշրջելի է, չէ՞, ճիշտ եմ հասկանում։ Մենք ոչ թե սպասենք, որ գա կառավարության նիստով հաստատվի, ես հիմա առաջարկում եմ, որ կադաստրի կոմիտեն գլխավոր դատախազությունը նախապես ինֆորմացիան փոխանցեն կառավարությանը, որպեսզի մենք հասկանանք գույքի պարամետրերը հասկանանք
աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, արտադրության նախարարությունը, չգիտեմ ինչի համար մի րոպե գաղափարը պարզա չէ, ասենք օրինակ հիմա այդ առանձնատունը կարող ենք ծերերի խնամքի կենտրոն դարձնել, թե չենք կարող, այսինքն ինչ եմ ասում, կարող ենք, թե չէ, տեսականորեն կարող ենք, բայց սա ճարտարապետությունից ինքը առանձն կարող է պարզվի, որ պրակտիկ չի այդպիսի բան անելը, հաջորդը դիտարկում են, կարող ենք մանկապարտեզ դարձնել, թե չենք կարող է պարզվի, որ կողքը բոլորովին վերջես մենք մեծ մանկապարտեզ ենք կառուցել անտրամաբանական, հաջորդը չգիտեմ ուրիշ որևէ այլ բան կարող է դառնալ այդ տունը, թե չի կարող դառնալ, այսինքն այս տրամաբանությամբ դիտարկենք եւ ես կանխատեսում եմ, որ առաջիկայում անընդհատ այսպիսի իրավիճակներ են, եթե մենք կարողանանք մոդել ունենալ բանաձև, թե որ դեպքում ոնց ենք շարժվելու, դա ճիշտ կլինի, համեցեք բանտ։ Պարոն վարչապետ, ամբողջությամբ համաձայն եմ, բայց այս կոնկրետ դեպքի մասով խոսենք, ընդհանրապես խոսել ենք եւ կիսում եմ։ Երբ որ ասում ենք, որ տան 91%-ն է միայն պետական սեփականությունը, մի քիչ պարզ չի էլի, այդ ամբողջությամբ մեր տիրապետության տակ է, մենք կարողանում ենք օգտագործել, թե չէ, որովհետեւ եթե այո, ապա 100%-ը ես ենթադրում եմ պետք է մերը լինել։ Մատ եթե դժվար չի գործընկերները պարզաբանեն, որպեսզի հետագայում ինչ որ թուրըմբռնումներ չլինեն։ Տիկին Վարդապետյան, հա, իմիջիալոց 90%, 10%։ Այդ իմ ասածը հակասում է ձեր այդ Շնորհակալություն, պարոն վարչապետ, մենք հենց այս քննարկումը կանխատեսելով որոշակի նախապատրաստական աշխատանք ենք իրականացրել։ Գույքը վերաբերում է 4 տարբեր հողամասեր տարբեր ժամանակահատվածներում իրար միացնելու եւ ըստ էության բավական մեծ ենթակառուցվածք ունենալու, դուք ասում եք առանձնատուն, բայց եթե չեմ սխալվում, լրատվականներից մեկը վերջերս հենց այդ առանձնատունը նկարել էր եւ վիզուալ եթե պատկերացնեք, ինքը անբաժանելի միավոր չի, այսինքն այդ իրականում 10% էլ չի, 8 ամբողջ քանի տոկոս է, որը օրինական է ճանաչվել եւ պատկանում է անձին, ինքն ըստ էության կարող է լինել նաեւ բաժանելի, այսինքն առանձնացվի այն հատվածը, որը պետությանն է եւ ներողություն էլի, որպեսզի ճիշտ հասկանանք, այսինքն խոսքը տունը եւ հողամասը որպես մի միավոր է դիտարկված եւ կարա հողի 10%-ը առանձնացվի եւ 90%-ը ներառյալ այդ առանձնատուն եւ այլն լինի ճիշտ հասկացա ձեր ասած։ Օրինակ ամառային խոհանոցը կամ խորդանոցը։ Հաշվի առնելով տան չափերը, նման դատողություններ մենք կարող ենք անել, բացի այդ, երևի կանխատեսելով վճռի գոյությունը անձը ժամանակին բանկային փոխհարաբերության մեջ էր մտել այս գույքի հետ կապված եւ մենք լրացուցիչ աշխատանք ենք տարել եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել իհարկե բանկերի մեր գործընկերներին, կենտրոնական բանկին, որովհետեւ շատ համագործակցային տրամադրության մեջ էր աշխատանքն իրականացվում եւ նաեւ պետության կտորը, որը որ մենք կադաստրի կոմիտեում առաջիկայում կգրանցենք, դա ամբողջությամբ ազատված է որևէ վարկային պարտավորությունից։ Նմանատիպ վարկային պարտավորություն ուներ նաեւ Տանձախփոր փողոցի հողամասը, էլի բանկը շատ համագործակցային էր ու շատ պատրաստական, փոխել են գրավի առարկա եւ մեզ հնարավորություն են տվել որևէ պարտավորությունից ազատ գույք ամրացնել պետությանը։ Այս առումով մենք այս աշխատանքը կանենք, որպեսզի գործընկերներին վարչարարության մեջ չներառենք, մեզ ավելի տեսանելի է պատկերը եւ կկարողանանք յուրաքանչյուր դեպքում adekvat առաջարկներ կասնել կառավարությանը գույքի տիրապետման մասով։ Ձեր թույլտվությամբ կարճ անդրադառնամ ձեր առաջին հարցին վճռաբեկի նախադեպի հետ կապված։ Ազգային ժողովում 2 օր այս հարցն են քննարկում եւ անընդհատ մանիպուլատիվ դատողություններ են հնչում։ Նոր եզրափակիչ ելույթում էլ դա ասեցի մինչ կառավարության նիստին միանալը, որ ընդամենը մեկ վճռի մասին չի խոսքը, խոսքը նախադեպային վճռի մասին է։ Հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո մինչև որոշումը կային կանխատեսումներ, որ այս համակարգը կենսունակ չի, դրանք մասնակի փարատվեցին Սահմանադրական դատարանի դիրքորոշումից հետո, իսկ վճռաբեկի դիրքորոշումից հետո ել ավելի ամրապնդվեց, որ այս ինստիտուտը կենսունակ է եւ այն ձևաչափը, որը ընտրվել էր վարչության կողմից, ի սկզբանե հայցերի ներկայացման տրամաբանության տեսանկյունից կենսունակ է։ Եվ սա փաստում է նաեւ այն հանգամանքը, որ մենք բոլորովին վերջերս նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հետ դստեր հետ կապված ունեցել ենք առաջին ատյանում հոգուտ պետության կայացված դատական ակտ, որը չենք էլ բողոքարկել, որովհետև նույն վճռաբեկի տրամաբանության մեջ է դատական ակտը կայացված եւ իհարկե այնտեղ դեպքեր կան, որ դատախազության հայցերը բավարարվում են մասնակի, բայց մասնակի բավարարման դեպքում օրինակ կարող է դուրս մնալ հայցագնի ինչ որ շատ փոքր մի միավոր, որի պատճառով մենք էլ լրացուցիչ բողոքարկումներ չանենք։ Ուստի կցանկանամ ընդգծել ձեր հարցը նաեւ որպես հիմք ընդունելով, որ խոսքը չի վերաբերում ուղղակի որոշմանը, խոսքը վերաբերում է նախադեպային որոշմանը
պայմանը, որը այլևս անշրջելի է դարձնում այս ինստիտուտի կենսունակությունը։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, մեր դիրքորոշումները այս հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը այն չի, որ ով դեմներս դուրս գա, գույքերը ձեռներից վերցնենք։ Մենք խնդիր չենք դնել որևէ մեկի օրինական գույքը իր ձեռից վերցնել։ Մենք խնդիր ենք դրել ապօրինի գույքը իր ձեռից վերցնել եւ վերադարձնել պետությանը, եւ ես էլի ուզում եմ ասեմ, որ այս բոլոր դժվարությունները, որոնց մեջով մենք անցնում ենք, այդ շատ կանխատեսելի էր։ Ոչ միայն այն պատճառով, որ 0-ից նոր ինստիտուտ է ձևավորվում, այլև բառից բուն իմաստով, այսինքն ապօրինի գույքի ձեռքբերման մի ամբողջ բանի արմիության դեմ ենք մենք պայքարում, որը թարգմանաբար նշանակում է մաֆիա։ Ես դրա համար եմ ասում, որ մենք մաֆիայի դեմ ենք պայքարում, այսինքն պատկերացնում եք, չէ՞, միլիարդների գույքի մասին է խոսքը, որոնք ակնհայտորեն ձեռք են բերել մարդիկ, որոնք ունեցել են ազդեցություն եւ այդ ազդեցությունների ստվերային եւ չերևացող հատվածներ կան, որոնք մեզ համար տեսանելի չեն, բայց այդ ընթացքում նաեւ այդ կտորներն են տեսանելի դառնում։ Այստեղ խնդիրը հետեւյալն է, ու մեզ իմիջիալոց դրա համար շատ քննադատում են, որ ասում են, այդքան ասին ապօրինի գույք ինչ են վերցրել եւ այլն։ Նախ մենք լուսաբանում ենք ինչ ենք վերցրել, ասել ենք հատիկ վերցնելու ենք, դրա համար հատիկ վերցնում ենք։ Էդ էլ է շատ բանի քննարկումների առարկա դառնում, ասում են, վայ, ես մի հատ ավտոյի մասին վարչապետը գրել է։ Գրել են, որովհետև ասել ենք հատիկ, կարող է պարզվի երկու զույգ կոշիկ ենք վերցրել, որովհետև հատիկ, այո, եւ առանձնատունը, եւ կոկորդինոսի կաշվից պատրաստված կոշիկի հետևից մենք գնալու ենք։ Հարցը այդ չի, եւ իմիջիալոց էլ եմ ասում, մեզ նույն քաղաքական դաշտում մեզ շատ քննադատում են, ասում են, որ այ ապօրինի գույքով ինչ խոստացել էին, չարեցին կամ պատշաճ չափով չարեցին, բայց մենք միակ քաղաքական ուժն ենք, որի ծրագրում դա կա եւ շարունակում է մնալ։ Ոչ մեկ չի ասում իրանք լավ չեն բռնագանձել, մենք կգանք ավելի լավ կբռնագանձեն։ Ասում են, այ տեսեք իրանք չեն բռնագանձել եւ վերջակետ։ Մենք միակ քաղաքական ուժն ենք Հայաստանի Հանրապետությունում, ով այդ օրակարգը վերցրել է, որդեգրում է եւ շարունակում է եւ հետեւական տանում է եւ մենք այլևս վճռաբեկ դատանի վճռով դա այլևս կայացած ինստիտուտ է եւ մենք չենք ուզում աչքաչափով ոչ մեկի ունեցածը իր ձեռքից վերցնենք, ոչ մեկի ունեցածը չենք ուզում իր ձեռքից վերցնենք, մենք ուզում ենք իրանց չունեցածը, բայց իրանց տիրապետության տակ ապօրինի գտնվող իրանց ձեռքից վերցնենք եւ վերցնելու ենք եւ վերցնում ենք եւ վերցրել ենք եւ դեռ շատ բան կա վերցնելու ու հանգիստ հանդարտ կվերցնենք։ Շտապելու ոչ մի բան չկա, որովհետեւ այդ առանձնատները, դղյակները ոչ միտեղ չեն փախնի, ոչ միտեղ։ Ոչ օրինական, ոչ ապօրին ճանապարհով իրանց հնարավոր չի Հայաստանի Հանրապետությունից դուրս հանել։ Եվ ինչալոց նրանք որ դուրս են հանել, մենք արդեն նախադեպել ունենք, որ Միացյալ Նահանգների գործընկերների հետ համագործակցությամբ մենք արդեն նախկինում կառավարության անդամ հանդիսացած մարդու Միացյալ Նահանգների առանձնատան վաճառքի եւ գումարները վերադարձնելու process-ի մեջ ենք։ Բայց երբ որ կգա տեղ կհասնի, էլի ենթադրում ենք կառավարության որոշում պետքա դառնա, դա էլ առանձին դրան կանդրադառնանք։ Այս պահին դրան չեմ ուզում մանրամասներ ներկայացնել, բայց եթե դուք ունեք նոր տեղեկություն, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, կարճ ուղղակի նշեմ, որ էլի ազգային ժողովի քննարկումները հիշողությանս մեջ թարմ են, բայց անընդհատ քննարկվում էր համակարգային կոռուպցիա երևույթը եւ ես կցանկանամ այսօրվա քննարկվող հարցի համատեքստում հենց նշել, որ համակարգային կոռուպցիայի մասին հենց այսօր խոսեցինք, հենց նոր։ Երբ որ մի հողամասի վերաբերյալ խոսելիս մենք խոսեցինք եւ քրեական վարույթի մասին, որի մի մասը միջդատական վարույթում է, որը մի մասը դատարանում է, խոսում ենք ապօրինի ծագում ունեցող գույքով արդեն կայացված վճռի մասին, նույն անձանց խմբի վերաբերյալ եւ հաշտության մասին։ Այսինքն մեր գործիքակազմը, որը կիրառում ենք ապօրինի ծագում ունեցող գույքը վերադարձնելու, իսկ խոսքը միայն վարչության աշխատանքի մասին չի, այլ համակարգային երևույթները փաստագրելու եւ դրանց պատշաճ իրավական գնահատական տալու մասին է։ Ազգային ժողովում այդ հարցը այս երկու օրը շատ քննարկվեց, բայց ես կցանկանայի հենց այս հարցի շրջանակներում ընդգծել, որ սա կարելի ասել առաջին դեպքն է, երբ մենք նման համակարգային արդեն իրավիճակ ունենք, քրեական վարույթով, հաշտությունով եւ վճռով։ Շնորհակալություն։ Համեցեք տիկին գալ։ Շնորհակալություն։